ասում ենք։ Պետությունը Ծառուկյանի առանձնատունը ուզում է վերցնել, ասում են ծերանոց կբացենք։ Հավատում եք։ Հավատում ենք։ Ամեն մեկի քրտնածն ու աշխատածը թող իրան հալալ լինի, վերցնում են ինչ անեն։ Չէ, եթե Հանրապետությունում լիքը շենքեր կա, թող իրանք չծախեն, չվեկալեն ուրիշի ձեռից։ Ուրիշի տունը չի կարելի վեկալել։ Շատ լավ, մի այլ հարց, ավելի վաղ Ծառուկյանի փեսայի առանձնատունը արդեն վերցրել են։ Հիմա վարչապետն ասում է ձերն է, ժողովրդին է։ Դուք զգում եք, որ ձերն է։ Ես կարող եմ խոսել։ Խնդրեմ, դուք ասում եք։ Ուրեմն եթե աշխատանքով չի արված այդ ամենը, այլ հանցագործ ճանապարհներով ճիշտ են անում։ Փաստեր, ապացույցներ։ Դե դրա համար դատարանը կորոշի եւ փաստերը։ Դրա համար էլ այսքան ասենք ֆիքսեք, Ծառուկյան Գագիկը իր մաման մեծ տարիքով կինա, սարերն հանդերն անասուն ապահ է, կովակը թե Ծառուկյանը չի գտե, Ծառուկյանը Չինաստանում իր ուժի, իր կարողության համապատասխան աշխատավ ստեղծեց, աշխատասեր մեղուն գետնի մժեղը 5 անգամ, 100 անգամ իրանից ծանր, ինքը ծանրամարտի չեմպիոն չի, բայց ինքը հասե իր ուզածին իր։ Շատ լավ, տիկինը դուք ասացիք, որ հավատում եք, որ ծերանոց կբացեն, իսկ փեսայի առանձնատունը, որը ասում են ձերն է, զգում եք, որ ձերն է, ոնց եք զգում, եթե զգում եք։ Մերը Հանրապետության գներես պետականացնելը դա դեռ իմը չի։ Դե Փաշինյանն ասում է ձերն է, ժողովրդին է։ Դե ժողովրդին է շատ լավ է, ինչ է եղել։ Ինչպես եք զգում, Եթե ասում եմ հանցագործ ճանապարհով են այդ որը ձեր բերել, շատ ճիշտ են անում։ Շատ լավ, բայց ինչպես է դրսևորում, ինչպես եք զգում, որ Ինչպես ձերն է։ դե որ ծեր կանանց, ծեր մարդկանց, ծեր կտեղավորեն այդտեղ, ես կզգամ որ մերն է։ Այսինքն այս պահին դեռ չեք Այս զգում։ պայն որ ամեն ինչի ժամանակ 8 տարի անցել է, դեռ շատ հարցեր կան դատախազությունում, դատարաններում։ Ես 27 տարվա հարց ունեմ, որը նոր է սկսել լուծվել։ Շատ քիչ է, հիմա նոր լուծվել է, դուք չեք պատկերացնում, ինչպիսի մետաստազներ են եղել ամբողջովին։ Նոր միայն կոմիտեում մաքրվում է այդ վիճակը։ Նոր է սկսում արդարադատություն, համբերեք։ Շատ լավ, ընդամենը մի օրինակ բերեմ, հա, այս քաղաքապետարանի հետ կապված այդ կոռուպցիայի հետ կապված ընդհանրապես չեք տեսնում նշաններ, նշույլներ, Բացարձակ, շինարարություններ են կատարվում։ Ես շատ գոհ եմ քաղաքապետի մեր արածներից, մեր քաղաքապետով հիանում եմ։ Մենք քաղաքապետից Կանաչապատումից սկսած տրանսպորտից վերջացրած շատ գոհ ենք շատ մակարդակով։ Այ տեսեք, այս ասֆալտապատումը, որ անում են ու ճաքում է օրեր շաբաթներ հետ։ Ոչինչ, չեղածից լավ չի, մերանք փոսերով մանկալով մոռացակ։ Ինչ եք քննադատում, երբ որ անում են մարդիկ։ Այսօր Երևանը շատ Ես հարց եմ, դե շատ գոհ, շատ հաճույքով եմ նայում, տեսեք հիացեք, այդքան բան, ամեն ինչ երևում է։ քաղաքապետից մեր գոհ ենք։ Այո, Նիկոլ վարչապետ